Գերմանիայի առաջատար բժշկական կենտրոններից մեկի Ֆրայբուրգի պետական բժշկական համալսարանի փորձառու մասնագետների թիմն է Հայաստանում։ Էլեկտրոնային առողջապահության միասնական առմետ համակարգի տնօրենի հետ նրանք քննարկում են նոր համագործակցությունը։ Դրա շնորհիվ Հայաստանի բնակիչները բացառիկ հնարավորություն ունեն առմետ համակարգի միջոցով օնլայն ռադիոլոգիական հետազոտության վերաբերյալ երկրորդ կարծիք ստանալ գերմանացի անվանի պրոֆեսոր Լորենց Եգերի կողմից։ Աշխարհի բնակչությունը ծերանում է եւ բժշկական ծառայությունների պահանջարկը շարունակաբար աճում է, ինչը հնարավոր է բավարարել միայն բժշկական գիտելիքները աշխարհով մեկ տարածելու միջոցով։ Ես անձամբ միշտ բաց եմ նոր գաղափարների համար եւ ընտրել եմ Արմեդի հետ համագործակցությունը, քանի որ Արմեդը մշակել է հիանալի նորարարական պորտալ։ Այն հրաշալի հարթակ է այն բժիշկների համար, ովքեր ցանկանում են առաջարկել երկրորդ կարծիք, կապ հաստատել հիվանդների հետ եւ մատուցել այդ ծառայությունները։ Ռադիոլոգի երկրորդ կարծիք ստանալու համար ընդամենը մի քանի պարզ քայլ է անհրաժեշտ։ Արմետ համակարգում նախ ընտրում եք Հայաստանում կամ արտերկրում գտնվող բուժհաստատությունն, ապա երկրորդ քայլով բժշկին։ Հետազոտության ֆայլը ներբեռնում եք ու կարճ ժամանակում ստանում բժշկի եզրակացությունը։ Ինչի երկրորդ կարծիք։ Եկեք չմոռանանք, որ ցանկացած հետազոտություն ռադիոլոգիական, ինքը ռադիոակտիվ է, ինքը դոզա է ստանում դու։ Ռենտգենից, կաթեից, հա։ Ու կարճ ժամանակում մի քանի հատ կաթ անել, դա առողջությանը օգտակար չի։ Հիմա եթե տվյալ արդեն դուք ունեք թվային տեսքով, եկեք այդ թվային տեսքով տվյալը տանք մի հատ ուրիշ մեր հայաստանցի բժշկի, մեր Հայաստանում աշխատող բժշկի, երկրորդ կարծիք ստանանք իրանից։ Երբ որ համընկնի, մենք էլ հանգիստ կլինենք, չէ՞ որ ոչ մի բան բժիշկը բաց չի թողա։ Արմետ համակարգում նոր գործարկված ծառայության միջոցով առայժմ միայն ռադիոլոգի երկրորդ կարծիք ստանալու հնարավորություն կա։ Ֆրայբուրգի բժշկական համալսարանի պրոֆեսորը ծրագրին միացած առաջին արտասահմանցի բժիշկն է։ Նա Հայաստանի հետ ծանոթացել է բժշկական միջնորդական ծառայությունների մատուցմամբ զբաղվող German Medicine ընկերության միջոցով։ Ֆրայբուրգի բժշկական համալսարանը մասնագիտացված է օնկոլոգիական գիտահետազոտական փորձերի եւ հետազոտությունների վրա։ Երկրորդ տեղը զբաղեցնում է համալսարանում ռևմատոլոգիան եւ իմունոլոգիան, որը նաև հայտնի է իր արդեն գիտական փորձերով եւ ապացուցված գործերով։ Փորձառու արտասահմանցի բժշկից երկրորդ կարծիք ստանալու հնարավորությունն Արմետ հավելվածում վերջերս ներդրված միակ նորամուծությունը չէ։ Այն թարմացվել է թվային նոր լուծումներով, արդեն հնարավոր է հավելվածի միջոցով առցանց բժշկական որակյալ խորհրդատվություն ստանալ առանց տնից դուրս գալու եւ բուժհաստատություն այցելելու։ Դրա համար պետք է ունենալ Արմետ հավելված եւ ինտերնետ հասանելիություն։ Համակարգում ներդրված արհեստական բանականության հատուկ գործիքի միջոցով այս գործընթացը դառնում է ավելի արագ ինչպես պացիենտի, այնպես էլ բժշկի համար։ Պացիենտը մուտքագրում է գանգատները, պատասխանում որոշ ճշտող հարցերի, որից հետո ուղղորդվում է համապատասխան նեղ մասնագետի մոտ առցանց խորհրդատվության։ Գործարկված մեկ այլ նորարարության չաթ բժշկի հետ ծառայության միջոցով էլ հնարավոր է ընտրել կոնկրետ բուժհաստատությունն ու բժշկին։ Դա կարող է լինել օրինակ պացիենտի բուժող բժիշկն ու առցանց կապ հաստատել նրա հետ առանց հերթերի ու ֆիզիկական այցելության։ Ամեն ինչ արված է նրա համար, որ հնարավորինս լավ մասնագետին, հնարավորինս պացիենտի համար հարմար ճանապարհով որակյալ բժշկական խորհրդատվություն ստանալու հասանելիություն տրամադրել։ Ավետ Մանուկյանն ասում է, այս ծառայությունների ներդրումը թվային համակարգը կատարելագործելու միայն առաջին քայլերն են։ Առաջիկայում երկրորդ կարծիք ստանալու նպատակով նախատեսում են ընդլայնել համագործակցությունն արտերկրի այլ ճանաչված կլինիկաների հետ ու այդպիսով Հայաստանի բնակչությանը հասանելի դարձնել առավել զարգացած երկրների բժշկական փորձը։